Դեպի արևմուտք Միացյալ Նահանգներ Եվրամիություն գնալ, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ձեռքը բռնել։ Վերջին 1-2 ամսվա ընթացքում հայաստանյան դիվանագիտական վեկտորը մեկ արևմուտքի կողմն է, հետո ակտիվ տեղաշարժով դեպի Ռուսաստան է թեքվում։ Աշխարհամասի այդ երկու բևեռներում էլ փաստաթղթեր են ստորագրվում ու ձեռք սեղմում է լինում։ Хорошие документы подготовили. Կոմպլեմենտարիզմ, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, թե տարբեր ուղղություններով լարախաղացություն։ Ամենայն դեպս ըստ քաղաքագետ վերլուծաբանների ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այսպես կոչված արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել։ Հիմա երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վարում են ինտենսիվ բանակցություններ, քննարկվում են ոչ միայն Ուկրաինային վերաբերող տարածքային ամբողջականության, այլ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։ Եվ Հայաստանը գերտերությունների առանցքում քաղաքական ինքնուրույն գիծ չի կարող տանել եւ ըստ քաղաքագետների չէր էլ կարող Ռուսաստանի հետ հեշտ ու հանգիստ կտրել բոլոր հարաբերությունները։ Դա անհնար է, քանի որ Ռուսաստանից կախված է հազարումի թելերով։ Ըստ քաղաքագետի Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ համաձայնեցված են Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Հայաստանի դեպի Արևմուտք թեքվելը եւս Հայաստանը այն աստիճան է թուլացել, որ կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի անկալելի պահանջները։ Պատճառը ո՞րն է։ Այն է, որ չեն կարողացել ժամանակին ստեղծել անվտանգության ամուր համակարգ։ Մեկ այլ քաղաքագետի գնահատմամբ, եթե Հայաստանը կարողանար արևմտամետ լուրջ քաղաքականություն վարել, ինչը կապահովեր Հայաստանի անվտանգությունը, հանրությունը դժվար թե դեմ լիներ դրան։ Սակայն այն անվտանգային երաշխիքները, որոնք Արևմուտքը տրամադրում է Էստոնիային, Լատվիային, Ռումինիային եւ մի շարք այլ երկրների, Հայաստանի պարագայում դրանք պարզապես չկան։ Մենք չենք ստանում այն երաշխիքները, որոնք մեզ պետք են։ Մենք մնում ենք կախված Ռուսաստանից, այսինքն համ անընդհատ հակառուսական ռետորաբանությունով ենք զբաղված, համ էլ մնում ենք Ռուսաստանից կախված։ Մեր մոտ ոչ մեկն է ստացվում, ոչ էլ մյուսը, ցավոք սրտի, եւ այսքան խոստումներից հետո մենք մնում ենք լիովին կախված Ռուսաստանից։ Իսկ Ալիև-Էրդողան զույգին հաջողվում է նման բարդ իրավիճակներում բազմավեկտոր քաղաքականություն խաղալ, եւ դա ՆԱՏՕ-ի ոչ ֆորմալ անդամ Ադրբեջանը իրականացնում է Թուրքիայի հետ։ Բազմավեկտորային քաղաքականություն շատ լավ ստացվում է Թուրքիայի մոտ, Ադրբեջանի մոտ, Իրանցից պետք է սովորել։ Նրանք կարողանում են իշահ իրենց օգտագործել հակասությունները Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ կարողանում են եւ Արևմուտքից ստանալ ինչ որ պետք է եւ Ռուսաստանից։ Քաղաքագետ Այվազյանի բնորոշմամբ, որքան էլ Ռուսաստանը երկրի ղեկավարի եւ ԱԳՆ-ի մակարդակով հայտարար են, թե ամեն ինչ լավ է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, այնուամենայնիվ Ադրբեջանը խորացված հակառուսական դիրքորոշման մեջ է եւ միջինասիական թյուրքալեզու երկրներին փորձում են գրկել դրանում։ Ադրբեջանը գնալով ամրացրել Թուրքիայի դիրքերը այս տարածաշրջանում, հիմա էլ խորացնում է իր հակառուսական դիրքորոշումը դաշնակցելով հակառուսական հողի վրա կենտրոնական Ասիայի հանրապետությունների, թուրքախոս հանրապետությունների հետ։ Քաղաքագետ Այվազյանի գնահատականն է, Ադրբեջանն առճակատման մեջ է մտնելու Իրանի հետ։ Ըստ քաղաքագետի, անխուսափելի է նաև ռուս-ադրբեջանական բախումը։ Հարց է, թե Հայաստանն այդ պահին ինչ կարգավիճակում կլինի եւ կդիմանա այդ իրավիճակում, թե ոչ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։